Ողջույն, բարի ուշ երեկո բոլորի ժողովուրդ ջան, շնորհակալություն է ժամին միանալու համար եւ շնորհակալություն եթերները կիսելու, տարածելու համար, երբ որ ասենք օրվա կոնտենտը հետաքրքիր է լինում, ես տեսնում եմ, որ որքան կիսում կա ոնց ինչ։ Դա այնքանով է լավ, որ գոնե հասկանում ենք, որ ոնց որ ստացվում է երկխոսությունը, ստացվում է զրուցել, ստացվում է գոնե մեկը նստի մի հատ լսի, տեսնի ոնց ենք փորձում վերլուծել եղածը։ Գուցե մենք ճիշտ ենք, գուցե սխալ ենք, չգիտեմ, բայց ամենայն դեպս մինչև օրս դեռևս ոչ ոք չի համաձայնել բանավիճել ուղիղ եթերում իրանց առաջարկած թեմաներով իհարկե։ Մեկը էլի չի ստացվում։ Դե ինչ, ազգային ժողովը վեր սկսեց իր նիստերը, շարունակվում է բանի խորհրդի անդամների ընտրությունները, ներկայացուցիչների, այսինքն ղեկավարների, նախագահների ընտրությունները ու լսում ենք ամենատարբեր մեկնաբանություններ ու ելույթներ, ինչի շատ հետաքրքիր է, գիտեք, սկսում դառնալ։ Ասեմ ինչով, նախ մի կողմից ցավում եմ, որ ելույթների վրա սահմանափակում է դրել պարոն Ռուբինյանը, դե հասկանալի պատճառներով, որպեսզի աշխատանքները այս փուլում շուտ ավարտեն ու անցնեն արդեն բուն գործունեությանը, իսկ մյուս կողմից դա հիանալի հնարավորություն էր ճանաչելու պատգամավորներին եւ նրանց դիրքավորումները, որովհետեւ աշխարհից առաջ մենք տեսնում ենք տրանսֆորմացիաներ արդեն մի հատ քաղաքական ուժ կա, նո քաղաքական իրան հրճակած ուժ կա, որը կոչվում է ուժը Հայաստան, բայց իրականում նրանք սակրավորների մահը կամեցող քաղաքական ուժ են, ցավոք գտնվում են ազգային ժողովում, կաշառակերների, կաշառատուների ուժը, բայց գտնվում են ազգային ժողովում ու այստեղ նոր ենք սկսում ճանաչել բաներին, պատգամավորներին, իրենց ելույթները, մեկ էլ արդեն տեսնում ենք իրենք իրենց նախընտրական բաներին, խոստումներին, ելույթներին եւ պատկերացումներին, գաղափարներին սկսել են դավաճանել արդեն։ Իհարկե, շատ լավ հասկանալով որենի չաշխատեց, ընդամենը հավաքեցին այնքան ձեն ինչքան որ հավաքեցին, դրեցին անալիզ արեցին, ինչը չստացվեց, ու հիմա քիչ-քիչ վերափոխում են, բան են անում։ Իսկ դա արդեն մի քիչ գիտեք քաղաքականությամբ զբաղվող մարդու համար, եթե ինքը սկզբունքայնություն չունի, կարծիքը կարա փոխի, բայց դրա մասին նաև պիտի հայտարարեն, հա, ինչ որ կերպ ներկայացնեն, որ հա, սրա մասին ունեցել ենք այս կարծիքը, հիմա ունենք այս կարծիքը, այս բաներից ելնելով։ Օրինակ ո՞նց է եղել, քանի անգամ աշխարհովս տեսել ենք, օրինակ Նիկոլ Փաշինյանը անձամբ Էլի ասելա, հա ասելա, մինչև 20 թիվը ես էլ ինձ ինչ որ չափով դաշնակցական ներկայացնում։ Ոչ թե այս դաշնակցական կուսակցության անդամ, այն գաղափարախոսությունը, որը մշտապես տարվել է, հա, բայց հետո հասկացանք, որ տենց չէ, այսինքն մարդը ներկայացնում է։ Հիմա անկեղծ է, անկեղծ չի, դա ամեն մարդու կարծիք, իր բնութագիր, իր պատկերացում, ստեղ ես խնդիր չունեմ։ Բայց շատ է տես թեմաներ ա եղել, որ ասում են, այո, ասենք 3 տարի առաջ մենք կարծում ենք 4 տարի առաջ դեռևս կարծում ենք որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց երբ որ եկավ սահմանը ճանաչելու պահը, նա չճանաչեց մեր սահմանը, հետեւաբար չճանաչեց նաև Ադրբեջանի սահմանը, հետեւաբար տեղ թողեց ռազմական կոնֆլիկտի ու ասեց որ ես այստեղ արժ չեմ լուծելու։ Դրա համար էլ մենք ելել ենք ընկել ենք ուրիշ բան մանգո։ Այսինքն այս մարդիկ ասում են իրենց կարծիքը այս կամ այս դրվագով ինչի է փոխվում կամ բան լինում, տրանսֆորմացվում։ Այս քաղաքական ուժերը ոտի վրա խափում են։ Խափում են, կանգնել են այն ժամանակ sense են ասել, հիմա ասում են sense ապրել։ Ոտի վրա խափում են։ Ну, ուզում են ժողովրդի սիրտը շահեն, երևի ոչինչ, թող փորձեն։ Թող փորձեն, մենք էլ նրա համար ենք, որ հետևողական լինենք։ Առաջ գնանք։ Այսօր ազգային ժողովում դարձյալ ելույթների ժամին թե հարց ու պատասխաններն էին շատ լավը, իմիջայլոց եւ թե ելույթները ու կարևոր այնտեղ ուղերձներ կար, հատկապես իշխանական կողմի, ես անկեղծ եմ ասում, շատ կուզեի ազգային ժողովում լիներ մի հատ ընդդիմադիր ուժ, ում ես սատարեի շատ կուզեի, բայց քանի որ ազգային ժողովում ընդդիմադիր ուժերի տիրույթը բլոկել է երբեմն այն բլոկել են այն ուժերը, ումոնց որ ես սպիսատ եմ արել քաղաքական դաշտից հեղափոխությամբ բնականաբար չենք տեսնում այնտեղ ռեալ առողջ վաղվա մասին ընդդիմություն, ժողովրդի ներկայացուցիչ ընդդիմություն եւ այլ եւ այլ։ Ամեն մեկը հելել պատում է, իրանք իրաց բերանով պատում են ինչեր են ունեցել, ոնց են ունեցել խոսքով։ Դες եկել են հարուստերով, ասում են ասիվների դարձել լացելու համար ենք եկել այստեղ։ Դե այո, հավատա։ Բայց ասում է բանա, պարգևավճարը նվեր կտանք, բայց աշխատավարձերից չկպնենք։ Հիմա Նարեկ Կարապետյանին նախ ասեմ այդ խոսույթին, որ սպիսատեղացներ, բան, գիտեք ինչ, այն կոռոճպրոտին անուն է դնում, էլի։ Դուք սպիսատեղած եք այնքանով, որ մերժված եք։ Ես հասկանում եմ, որ ձեր ներկայացուցիչներից ոմանք ներվում են, երբ որ ձեզ ասոցացում ենք նախկինների հետ, կամ ասում ենք, որ Սերժի, այսինքն 1.5 ուժ եք դուք։ Մեկ ամբողջ Սերժի ներկայացումն է այդտեղ ու կեսը խառը Սերժի ու Քոչարյանի։ Դուք դրանից ձեր որոշ ներկայացուցիչներ ներվում են։ Մի ներվեք, տղեր ջան, դա այդպես է, չկա ուրիշ ձև, որովհետև դուք հավաքվել եք
ոչ թե գաղափարի շուրջ, ձեր գաղափարը մինչև այսօր մենք չենք տեսել, այլ դուք հավաքվել եք փողի շուրջ։ Եվ ես վստահ եմ, որ եթե Նարեկ Կարապետյանին ու Սամվել Կարապետյանին իրաց փողերով այդտեղից հանենք, դուք տակը չեք լինելու գաղափարակիրների բանակ որպես, հա, որպես այդպեսի բան, լրիվ նորսես մի հատ բան եք։ Դրա համար ուզեք թե չուզեք դուք ասոցիացված եք Սերժի հետ, անկախ նրանից դուք երբևէ շփվել եք, չեք շփվել, դա այդպես է աշխատում։ Իմիջիալոց մի հատ ուժեղ բան կա, երբ որ ասում ես նեղում են, ասում են ձեր շարքերում էլ, այսինքն որի անգամն եմ լսում են Ղազինյանը մի քանի անգամ ասեց, այն Ղազարյան Էդգարը դեռ մեկը մեկից ինչով պիտի տարբերվեն։ Մի քանի անգամ ձեր շարքերում էլ կան, ասում են նախկին հանրապետականներ, չգիտեմ, բարգավաճականներ, լսեք, ես հասկանում եմ, որ դուք ձեր հույսը հասարակության այն շերտն է, ում հեշտ համոզում եք, հեշտ խաբում եք, կամ արդեն տրվել են ձեր մանիպուլյացիաներին, բայց ինչի եք կիսատ թողնում ձեր ասածը, նայեք ինչա կատարվում։ Այն մարդիկ, ովքեր որ համալրել են քաղաքացիական պայմանագրի շարքերը, երբևէ եղել են, ասենք հանրապետական է եղել, հիմա ԿՊ-ից է, կամ հանրապետականների հետ հարաբերվել հիմա ԿՊ-ից, անա պաշտոններ չեն զբաղեցրել, անգամ եթե զբաղեցրել են, միևնույնն է, իրանք ներկայացրել են, թե ինչու են ինչ որ պահից լքում հանրապետականի շարքերը, ինչ անհամաձայնություններ ունեն, եւ ինչով է իրանց պատկերացումները համընկնում քաղաքացիական պայմանագրի հետ։ Այսինքն խնդիրը այն չի, որ բայ ժամանակ այնտեղ էր, հիմա այնտեղ, դա երևույթ է, կա, նորմալ է, օրինակ ես երբևէ եղել եմ ԿՊ-ից, հիմա ԿՊ-ից չեմ, ու եթե լինեմ մի նոր ուժից, օրինակ, այդ ժամանակ պիտի ինչ-որ մեկը եթե ինձ հարցնի, ես պիտի ասեմ, այս ինչ կետերով, կամ որոշ կետերով, կարող է չթվարկեմ էլ, որոշ կետերով անհամաձայնություններ եմ ունեցել գաղափարական, իսկ այստեղ ավելի մոտ է գաղափարապես, իհարկե փորձելու եմ մաքսիմում համոզիչ լինելու համար նաև օրինակներ բերել, հասկանում եք։ Իսկ ձեր պարագայում այդպես չի։ Դուք հավաքվել եք բացառապես փողի շուրջ եւ որոշների փողը պաշտպանելու շուրջ։ Ձեր խնդիրը ոչ մի ուրիշ տեղ, որովհետեւ ձեր օրինակ Բարտեբանյանին երբ որ պիտի ընտրեն ազգային ժողովի փոխնախագահ, մի քանի падգամավորներ բառացի, տարածի հարց տվեցին։ Իհարկե ինքը խուսափեց պատասխանելուց, բայց դա նկատելի է, չէ՞, տեսնում ու գնահատական ենք, չէ՞, տալիս որ լսեց ու խուսափեց։ Օրինակ հարցրեցին, ասեցին, կարող եք ասել, ինչ քաղաքական տարաձայնություն եք ունեցել կամ ինչը ձեզ չէր բավարարում Հայաստան դաշինքում, որի բացը լրացնում է ուժեղ Հայաստան դաշինքը։ Կարող եք ասել, թե ոչ, չէ՞ որ քեզ պետք է ընկալենք որպես քաղաքական գործիչ։ Չհասկանամ, քաղաքական ինչ ոչ մի կերպ չպատասխանեց։ Ու երբ որ ձեզ ասում են, ասոցիացում են նախկինների հետ, դուք չեք կարողանում փոխանակ բացատրելու, դուք դնում եք, ասում եք, բա ձեզ նայեք, բա դուք նայեք։ Այդ գիտեք, այդ մանկական խաղերը վաղուց անցած խաղեր են։ Բա 6-7 տարեկան երեխեքին գնաք ուզենաք տես բան խաբեք, չեն խափնվի։ Իհարկե ձեր էլեկտորատը, որը սովոր է, խափնվելու կխափնվի։ Ամենայն հարգանքով այդ ժողովուրդի համակարգացիներն են, ամերիկացիներն են, հայրենակիցներն են։ Հացը դա չի։ Հիմա այսօր մի հատ պահ եկավ, մի հատիկ պահ։ Երբ Սիսակ Գաբրելյանին հետ հարց ու պատասխանի ժամանակ Նարեկ Կարապետյանը մտավ ոնց որ որոշակի երկխոսության դաշտ, որը անկախ նրանից թե արդյունավետությունը ինչպիսին կլինի ապագայում, այդ մի վայրկյանը, մի րոպեն երևի, միակ հետաքրքիր պահն է եղել, այս քանի օր արդեն 10 օր գնում այս նիստերը, այս 10 օրվա մեջ։ Միակ հետաքրքիր պահ, որ ասում եմ, ոնց որ քննարկում ստացվեց, ոնց ուզում է ստացվի։ Բայց հաջորդ վայրկյանին Նարեկ Կարապետյանը հելնում է դուրս լրագրողներին գործընկերաբար ասում է ժողովուրդ մի մոռացեք խիենք մենք ստեղ, այսինքն լրագրողները նույնպես իրաց թեզերը առաջ մողողներն են, էլի, մի մոռացեք խիենք մենք ստեղ, այդ սպիսատեղացների անուններ մի տվեք։ Այն սպիսատեղացը, նու ես քաղաքական իմաստով եմ ասում, հենց իր հայրն է, Նարեկ Կարապետյանը, ով մերժված է, մերժվածների թիմից է։ Եկել են ում ինչ են ասում։ Այստեղ այս տարբերություններն են։ Իմիջիալոց ասեմ, այսօր Սիսակ Գաբրելյանը իր բարձունքի վրա էր։ Ամենայն անկեղծությամբ ես Սիսակ Գաբրելյանի հետ մի անգամ ոտքի վրա մի 5 րոպեանոց երկխոսություն եմ ունեցել մի թեմայի շրջանակներում, որտեղ որ իր մեկնաբանությունը ինձ դուր չի եկել եւ համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ, բայց դա բնականաբար ինձ չի խանգարում, ես ըմբռնումով եմ մոտենում, այդ մարդը ոտքի վրա են եղել, ինքը այդ բանը իր կարծիքն ասել։ Բանա ու այդ մի հարցի շրջանակներում ես սկզբունքորեն հակառակ կարծիք ունեմ, ցավոք այդ հարցերը չքննարկվեցին ազգային ժողովում, հարց ու պատասխանի ժամանակ թեկուզ, բայց այնուամենայնիվ հանուն անկեղծության պիտի ասեմ, բրավո, Սիսակ Գաբրելյանը այսօր իր բարձունքում էր,
թե ոչ միայն իր հավասարակշռությամբ, իր հանգստությամբ, չէ, կամ հարցերին պատասխանելու ինֆորմացիա արտված լինելու ունակությամբ, այդպես բաները չեմ ասի, որովհետև այդպես բաները ընդդիմությունն է սիրում, էլի, ասես երկրպագել օրինակ Վարդովանյանին, այ դե սա ինչ արեցի, չէ, պատասխանեց, ինչքան հարցից բաներ իրանք են սիրում։ Չէ, այլ պատասխանների բովանդակությամբ։ Այսինքն սա Գաբրելյանը հարցերին պատասխանում է բովանդակային նորարարական մոտեցմամբ։ Այսինքն հարցին, խնդիրներին նոր մոտեցմամբ։ Եվ դա մշակույթ է, նոր մշակույթ է, որը լավ կլինի, որ տարածվի մեր հասարակության մեջ։ Այսինքն հարցը ընկալելու բուն կետից պատասխանը լակոնիկ կարճ տալու եւ բոլոր հարցերը փակելու տեսանկյունից։ Շատ հիանալի է, բրավո։ Արմեն Եղոյանի ելույթներ ինձ համար շատ լավը եւ ուժեղ ինչին հեսա կանդրադառնան։ Սաղն էլ լավն են, բայց այսօր sense ոնց որ հա Արայիկ Հարությունյանինը իմիջիալոց ասեմ, եթե նկատել եք, ես իմ YouTube-յան էջում տեղադրում եմ այն ելույթները, որոնք ամենաշատն եմ հավանել այդ օրը։ Եվ իհարկե Գավիկ Սարգսյանի ելույթը ամենավերջում այդ բանաստեղծությունը Ռաֆայել Պատկանյանի, որ կարդաց, հեսա կդնեմ մի հատ էլի կլսենք իրար, իհարկե կարելի է դա լավ կարդալ, բայց Գավիկ Սարգսյանը արտիստ չի, որ լավ կարդա, դա մի օր ես ինքս կկարդամ երևի, հնարավոր է բեմից, չգիտեմ, կամ sense։ Այդ մասով կիսեցի, որտեղ ամեն ինչ տեղավորված էր, ուժեղ Հայաստանի մասին բանաստեղծություններ գրված դեռևս Ռաֆայել Պատկանյանի ժամանակ։ Լիլիթ Գալստյանը, հա, Ռուզաննա Երեմյանը այսօր շատ հիացրեց Լիլիթ Գալստյանին հակադարձելով, բայց գանք հենց Լիլիթ Գալստյան, վերջից գանք հիմա, հա։ Լիլիթ Գալստյանը դե իր լալա լուլուն անելուց հետո դեպրեսների sense դա 5 տարի ասում, դա ասում, հիմա որոշել է էսմիկ գումարման ժամանակ էլ ինչքան կարա ասի։ Բայց հետո դրանից հետո սկսվեց նորից տարածվել այդ թեման, որը վաղուց փակված էինք համարում։ Վաղուց ինձ թվում է բոլորին արդեն հասկացել են։ Չէ, հիմա պիտի ձեռքից տակ չի, էլի որ կարդամ, թե չէ սիրով կկարդամ։ Խոսքը Մեսրոպ Մաշտոցի նկարի մասին է։ Լալա հառաջ տոնով, գիշերներս մարդը 5 տարի չի քնում, 2 տարի երևի չի քնում, այ բենարանների միջից հանել եք Մաշտոցի նկարը։ Սրա մասին խոսել ենք։ Անձամբ ես իմ պատկերացումը ասել եմ, բայց չեմ զլանա մի հատ էլ ասեմ։ Ժողովուրդ ջան, քանի որ Մեսրոպ Մաշտոցի արտաքին տեսքի մասին տվյալներ պարզապես գոյություն չունեն, հետևաբար Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա։ Այն նկարը, որը որ կա ու բոլորից ծանոթ է, դա երևակայական նկար է։ Այո, լավն է, սիրուն նկար է, ու շատ ավելի երևի հետաքրքիր է վիզուալ տեսնել, ինչ որ բան պատկերացնել, բայց այն նկարը, որ կա, դա Մեսրոպ Մաշտոցը չի այդ։ Դա նկար է, երևակայական, ասենք, չգիտեմ, մեկը երևի միտեղ կարդացել է, ուներ, չգիտեմ, գանգուր մազեր, լայն ճակատ, մտը դրա նկարել է։ Սա մեկ, երկրորդ, այդ նկարը, որը որ այ բենարանների վրա մշտապես եղել է, հավատացեք, այ ուղղակի որ չնայեք, բայց էսի պաշտպանում այնին դիմախոսություն անում բաման, պարզապես ինքները ճարեք մի հատ առաջին դասարանցի, դժվար չի սեպտեմբերի 1-ը։ Վերցրեք այ բենարանի միջից Մեսրոպ Մաշտոցի բանից այնտեղ QR կոդ կա։ Այսպես պահում եք վրան, QR կոդով բացում է Մեսրոպ Մաշտոցի մասին ներկայանալիության տեսանկյունից ով է, ինքը շատ ավելին, քան կարա ասի առաջի դասարանցում մի հատ պապիկի նկար, թեկուզ շատ սիրուն, մեծ նկար։ Ես ստեղ ես չեմ կարող քննադատեմ։ Ուզեմ չեմ կարա։ Որովհետև շատ ավելի ամբողջական է ներկայացված, ու ավելի ընկալելի այսօրվա երեխեք մի նայեք մեր ընկալունակությամբ։ Մենք լամպովի տելևիզորի ժամանակվա սերունդն ենք։ Այս սերունդը թվային արհեստական բանականության արդեն ժամանակների սերունդն է։ Հասկանում եք։ Չեմ ասում որն է ավելին, որն է պակաս, չեմ ասում, բայց այդպես է։ Այն ժամանակ այն էր ավելին, որովհետև դրանից առաջվա սերունդներ դեռևս ռադիոյի սերունդն է։ Դրանից առաջ չգիտեմ, նետ ու աղերի սերունդ, բոլորը իրանց ժամանակում լավն են։ Այսօրվա սերունդը տենց է։ Իրանց համար այդ QR կոդով որ կա, դա նորմալ է։ Դա ավելի լավ է, քան մի հատ սիրուն լավ համով բարի պապիկի նկարը։ Ու նորից վերածնել, գիտեք, սա խոսում է ձեր քաղաքական առումով ասելիք չունենալու մասին։ Այնքան ասելիք չունեք, որ հետ եք, այ օրինակ երեք որ խոսում ենք Հակարեի կամրջի հետ կապված տեսանյութը տարածել է։ Ինչի էին տարածում, որտեղ ասելիք չկա, այդ գցենք դաշ մի բան կիրակի էլի թող գնան զբաղվեն։ Հասկանում եք։ Ասելիք դուք չունեք։ Դուք հետ եք գնացել 0-ից նորից գալիս եք։ Ասում ենք բարեկրթություն գնացել եք անցյալ գումարման նիստերի վեճերը բերել, ասում եք, բե իսեմ բարեկրթություն, արեք անցյալ գումարման նիստերներ, դա չի կարա մի բանը մի օգուտ
իրավիճակից է բխում։ Այստեղ այդ սահմանումներն են փորձում դնել, անգամ մի ամբողջ հանձնաժողով են փորձում ստեղծել, անգամ հանձնաժողովի նախագահային փորձում ընտրել։ Դուք էլի չէ, մեկ էլ ձեր խոսույթից եթե անում ենք Ալիև, Էրդողան, Ադրբեջան, Թուրքիա բառերը, դուք վերջանում եք։ Մի հատ պատմություն պատմեք, այդ պատմության մեջ անկախ նրանից մի անգամ եք Ալիև բառը օգտագործել թե 1000 անգամ, այդ բառը հանենք, փլվում է ձեր պատմությունը, չկա ուրիշ ասելիք։ Դուք ասելիք չունեք, քաղաքական ասելիք չունեք։ Սա է խնդիրը։ Ու դրա համար դուք գնացել նորից կրկնում եք հին թեմաները։ Ասենք օրինակ, Տիկին Գալստյանը կարող էր այսօր մանկապատանեկան պետական հեռուստաալիք ունենալու մասին կամ ինչու չունենալու մասին հարցադրումաներ կամ ելույթ ունենար։ Չգիտեմ, կարող էր թե չէ, բայց եթե հետաքրքրված լիներ, դրա կարևորությունը զգացած լիներ, պիտի որ աներ։ Բայց չէ, որ էսի դաշնակցությունն է, որը երկար ժամանակ ունեցել է կրթական պորտֆել, այսօր էլ նստել են իրանք, նախարարության պորտֆելը, ու նստել են իրանք, այսօր բողոքում են մասնագետների վատ աշխատանքից, չգիտեմ ինչ։ Եվ այո, շատ ճիշտ ասես, չեմ հիշում քաղաքացիական պայմանագրի որ պատգամավորն է, շատ ճիշտ հակադարձում։ Դասս կներեք, մեր պատրաստած դպրոցների, մեր կրթական բանը որակը ավարտած մասնագետ կա այսօր, չկա, չէ։ Հետևաբար, այդ բացով չեք կարել, որտեղ նոր են այն դպրոցները կառուցելու շահագործման հանձնվել, որտեղ պիտի սովորեն այդ երեխեքը։ Նոր են ինստիտուտներում փորձում նոր մոտեցում որդեգրել եւ այլն։ Դեռ չկա։ Այդ մարդիկ հիմա որ չուզեսել գնալու ես համեմատական դաշտով նախքին, չէ։ Մենակ նրանից ելնելով, որ այդ մարդը օրինակ, այդ մասնագետը 35 տարեկան է կամ 40 կամ 50, ստացվում է որ ձեր ժամանակների կրթած մասնագետն է։ Դուք եղել եք նախարարներն ու կառավարությունը, էս եք տվել։ Այ որակը հետ ստենց է երևում։ Չէ՞ ստենց։ Իհարկե, պետք է շատ զգուշորեն վերաբերվել կրթական բանի, որովհետեւ դա վաղվաղն է։ Ամեն օրվա դպրոցի կամ ինստիտուտի կամ մանկապան նախակրթարանների ամեն օրը մեր վաղվա ամեն մի օրն է, մյուս օրն է, մյուս օրն է հասկանում եք։ Պետք է շատ զգուշ վերաբերվել, բայց այդ շատ զգուշի մեջ մտնում է նաև կեղծարարությամբ չզբաղվելը։ Օրինակ մարդը հարց է տալիս, բան եկեղեցուց, ասում է գիտեք ինչքան եկեղեցի է կառուցել բանը, հայ առաքելական սուրբ եկեղեցու, չգիտեմ, զավթած մեկը։ Ունես փորձում, բայց դուք ինչ եք արել, դուք գնում եք ես կառավարության ենթակայության տակ եղած ասում կոթողներն եք կառուցում։ Սա Գաբրիելը շատ ճիշտ է պատասխանում, կաներեք։ Այն եկեղեցիները, որ մենք հիմնանորոգում ենք, դրանք քրիստոնեական է, թե քրիստոնեական չէ։ Թե այն եկեղեցիները, որ բարերարներին խափելով, փողերը լափելով կտրիշնա բարեկարգում, ընդ որում վատ փնթի ձևով, ցավոք սրտի, որտեղ փողի կեսը ջեբում է երևի թե այդրանք եկեղեցիներ են քրիստոնեական, իսկ այնրանք, որոնք որ ԿԳՄՍ կուրացիայի տակ են, դրանք չէ, եկեղեցի չէ, դրանք թող քանդվեն, ավերվեն գնա, բայց դեպքում կներեք, Արևմտյան Հայաստանի կամ բանի Արցախի եկեղեցիների մասին եք լալա հարաշ բաներ ասում, դրանք հիմա մեր եկեղեցու կուրացիայի տակ են։ Տենում եք, դուք ձեզ հակասում եք ամեն վարքյան, դրա համար ձեզ լսելուց մենակ ուզում ես հակադարձես, ու ցավնելը տեղ է, որովհետև կարծա մի հատ պա, որտեղ որ դուք մուտիտ, մեկ էլ մի հատ հայրենասիրական ճիչ եք բաց տոնում, բայց քանի որ մենք սովորենք մուտիտներին հակադարձել, մեկ էլ ընկնում ենք այդ ճիչի տակ։ Մեկ էլ դրանել ենք սկսում հակադարձել, դառնում ենք հակահայեր։ Իսկական հայերը, ասած բաներ։ Խնդրեմ, այս գյադեն խեն ես իրան կարամ շատ ավելի կոպիտ արտահայտվեմ սրա մասին ու սրա նմանների մասին, հենց նրա համար, որ ինքը մի քաղաքական ուժի ձայն տված քաղաքացիներին ընդհանուր վիրավորել է, բայց այս ձեռագրի մասին եմ խոսում, էլի, օրինակի համար, նայեք ինչ են տարածում, ասենք, էլ ասելիք չունեն, իրանց այս ճկլասով, իրանք ուղիղ չեն ասում, որ իրանց չբռնես, բայց իրանց այս ճկլասի բաներով, չգիտես են բլոգեր չի, փորձում են մարդկանց մեջ անընդհատ վերակենդանացնեն, որովհետև շատ լավ գիտեն հանրության հիշողությունը ինչքան է բան, KGB-ի պատրաստվածությունն են անցել, էլի դպրոցն են անցել, գիտեն։ Փորձում են այսպես թեմաներ տարածել։ Օրինակ, սա օրինակներից մեկն է։ Բազմաթիվ օրինակներից մեկը, օրինակ։ Որպես կներեք։
Ցաները ղեկավարներ պահանջում եմ ձեզանից, երբ այս անդաստիրակ քաղաքական կորզանիչ, այլ ոչ թե գործիչը մտնի ազգային ժողով, դուք Իրանից պահանջեք ներողություն խնդրի իր հայտարարության համար, երբ ապրիլի 17-ին ասեց, որ յանի չեմ ուզում հավատամ, որ Հայաստանում կան շուն ու շանգալներ, ով իր ձայնը կտա ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինքի եւ ԲՀԿ-ին։ Ես չեմ կարող հավատալ։ Կներեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուրշանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Մենք մեր բանի խոսույթում, եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Անհարգալից։ Ում մտքով տենց բան անցնի, որ այդ իրեք քաղաքական ուժը կարան անցնեն խորհրդարան։ Դա անհարգալից վերաբերմունք է։ Հաստացի ինքը 500,000 ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շունու շանգալ անվանեց ու ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Դրա համար, երբ այս անդաստիրակ քաղաքական կորզանիչը ոտ կտնի ազգային ժողով, խնդրում եմ պահանջեք, որպեսզի ներողություն խնդրի, որովհետև ես որպես, չգիտեմ, ընդդիմադիր ընտրող ինձ նեղված եմ զգում իր արտահայտությունը։ Շունու շանգալը ինքնա ու իր խմբակիցները, ով կիսում են այդ հայացները։ Թող ներողություն խնդրի։ Ձեր, չգիտեմ, գործնա հենց առաջնահերթ։ Ինքը երբ մտավ ազգային ժողով, պահանջեք ներողություն խնդրելը։ Հարգելի Աննա, ուրեմն սույն անձնավորությանը ասեմ, պարոն Շունու Շանգյան, իմիջիալոց դրա մասին փաստում ես դու ինքդ քո ստեղի դատարկությամբ։ Ով մի խոսքով։ Լսի, դու ինչքան ուզում ես պահանջի, ում ոնց որ ընտրել ես, իրանք ազգային ժողովում չեն պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի։ Գիտես խի։ Որտեղ քեզ լոխացրել են, իսկ իրականում իրանք գիտեն, թե խոսքը ինչի մասին է։ Դու լոխ ես ու չգիտես ինչի մասին է։ Քեզ քո հարշերսերել քցել են դաշտը։ Ասում են գնա տես արևանման, կոպես էշ ուղեղ ունեցողը։ Դուրս է եկել, պահանջում են, որ ներողություն պարտադրեն, չեն պարտադրելու, դրա մասին խոսքել չի լինելու։ Ոչ միայն չեն պարտադրելու, չեն էլ ասելու դրա մասին։ Գիտես ինչ արա։ Ապուշ, որովհետև Շունուշանգյալ քեզ որակել է Սամվել Կարապետյանը, արա։ Դու ոնց որ այդ ժամանակները գլուխդ խառն ա եղել, հա, երևի ինչ-որ բաների մեջ ես եղել, 10 հոգեկի չես լսել, արա։ Շունուշանգյալ քեզ որակել են հենց իրանք։ Հասկանում ես թե չէ։ Ու Նիկոլ Փաշինյանը այ հենց ստեղ, երբ որ խոսում է, ու ասում է իրանց ընտրող չի լինելու, որ ասում են ոնց չի լինելու, ասում է որովհետև նկատի ունի, որ Մարկան Շունուշանգյալը ասել, մարդը չի կարա մտածի, որ ինքը Շունուշանգյալը հետևաբար կընտրի։ Հասկացար թե չէ, ապուշ, որովհետև ես չեմ կարա պատկերացնեմ, որ եթե իրանք հայտնվեն ազգային ժողով ընտրվեն, ուրեմն նրանց կարելի է որակել Շունուշանգյալ։ Քո փոխարեն ինքնա Նիկոլնա պաստուպի տեղել, ես էց քո փոխարեն Նիկոլնա պաստուպի տեղել։ Դու հերել ես սա, եկեք աղնել ես թե պահանջեք, որ ով պահանջի։ Իրաք են ասել Շունուշանգյալ քեզ, որ հելելու մեջ պահանջի։ Ու գիտես ինչ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ֆենոմենալ իշխողությունը, հենց ուզեն դրա անունը տան, յա այն ժամանակ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմը կպահանջեն, յա հիմա Նարեկ Կարապետյանն ու Հայաստան դաշինքը։ Ես ազգային ժողովում էր, չէ ասել։ Ընտրությունների նախաշեմին էր ասել։ Չէ՞։ Այդ բախի չէին պահանջել, արա։ Ուլ դու էլի գնացել ես դրանց ձեր տվել պաստորեն։ Ես տուրասկի ծիգրին մատ հաջողանեմ ժողովուրդ ջան, մի բարեկան էսի սս բաները մեկ-մեկ։ Հրա ցնդում ես։ Այս հենց քո նման էշավարի էլ մեկնաբանեցին Շուշիի դժբախտ ու դժգույն լինելը, եկեղեցին չուլանացրել են, այս սրիկա մուտիլորշիկները քոպեստերի ուղեղը սենց են լցրել։ Հասկացար թե չես դժվար էլ հասկանաս եկել եմ ու ինչ եմ բացատրում, անգամ հնարավոր է լավ էլ տեղյակ ես քեզ էշի տեղ ես դրել, այսինքն քեզ էշի չէ այդտեղ չես դրել։ Փորձում եք բան անեք, կներեք, փորձում եք վերակենդանացնել այնպես բաներ, որ հանրությունը իբր վերհիշի մի հատ նյարդայնանա կամ էլ չհիշի ինչ ա եղել, չս ոնց բանու ասել։ Էշ էլի։ Էշ։
Այ ես է կարա։ Ու սրանց հետևորդներ ջան։ Այս սենց են ձեզ խափում, օրը ամեն օրը 36,000 անգամ ուղեղները այս սենց են լցել։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, ես չեմ ասում մի սատարեք ու մոս սատարում եք։ Ինչ ուզում եք արեք։ Արա բայց ճիշտ խոսացեք։ Հետևողական եղեք։ Հետևողական եղեք։ Եթե օրինակ ես տեսնում եմ, ասենք թե մի հատ իշխանական կողմից մեկը ինչ որ մի հատ ընդդիմադիր պատգամավորի հասեին բանակ, օրինակ Ալեն Սիմոնյանը այսօր գրառում էր արել։ Թքի թեմայով։ Ու ասում եմ ես ընդեղ չեմ դες բան են խոսում այդ մակարդակից չեկել լինելու։ Ասում մի րոպե, կանգնի տեսնեմ այս մարդը խի այս արտահայտությունը անում, ինչա տեղի ունեցել։ Մտնում եմ եմ նայում։ Նայում տենում եմ ինչ ա եղել։ Եղել է սրիկայություն, մարդու բացակայության ժամանակ դրել իր անունն են, դնում վերցնում։ Այդ մարդուն ես այդտեղ չեմ շարքից այդ կռիվանում, այդ չկարա։ Մեկը այդ մակարդակից չեկել լինելու։ Ինչին պատասխան չեղավ, մի հատ Լևոնը Քոչարյան հելա մախերը իր արևին ցույց տվեց գնաց։ Քաղաքական ոչ մի միտք չլսեցինք։ Այսքան մտել եմ ուսումնասիրել եմ։ Հետևաբար դուք եք որ մի հատ ապուշություն ասում եք, մի հատ մտեք ուսումնասիրեք, տեսեք ինչից է ելնելով, ով է ինչ ասել, ոնց է ասել, որ այն Շիրազ Մանուկյան կապիկի օրը չընկնեք։ Այն Շիրազ Մանուկյանը չէ՞ էդի։ Այդ կապիկի օրը չընկնեք։ Mən որ հելել է Ռուբինյանին հարցեր տալի, պարզման Ռուբինյանը 600 անգամ իր էջով այդ հարցին պատասխանել է։ Ինքը հարց տալու տերն է եղել։ Իրան հարցի պատասխանը չի հետաքրքրել։ Մեկ էլ դաշնակներն են տենց անում։ Իրանց հարցերը չեք հիշում իր բանը, դուք դնում են իրանց հարցերը, մի հատ վերնագիր էին դնում, այսպեսի դες նեղը քծեց ցենց հարցով բանման, դες հարցը դնում են, այնպես պատասխանը չկա։ Իրանց պաշտոնական էջում դնում են իրանց պատգամավորի տված հարցը։ Սուր ձևակերպած հարցը։ Ու պատասխանը չեն դրել։ Որ իրանց դաշնակցականից օրո ջան տեսեք ինչ հարց տվեց, այո, որտեղ ձեզ հարց տալն է հետաքրքիր, ձեզ պատասխան լսել է հետաքրքիր չի։ Որտեղ այդ պատասխանը ձեր շահերից չի բխում։ Ոնց որ օրինակ եկեղեցիների բանը ֆինանսական հոսքերի թափանցիկության հարցը չի բխում ձեր շահերից, ու այսօր էլի շարունակում եք։ Ոնց որ չի բխում ձեր շահերից Գարիկ Սարգսյանի այսօրը բերած օրինակները հեծի թեմայով, ոնց է համայնքը զրկվել հոսին, մարկապարտեզից սկսած։ Ու չի ցանկացել ընթառաջող բաներ ան։ Ոնց որ այսօր հելել եք այսօր ինչ են խոսում, ասում սառնարաններում գետիններին շպրտած էին ասում, արեք ես չեմ կարող դա ասել։ Շպրտած էին մեր հերոսների դիակները ասում։ Ուրեմն լսեք, այն մարդը ով որ մտե նկարել է, գտակ դրան ով էր։ Իսկ կարող են նախապես այդտենց դրել էր գետին, որ նկարի ու ձեր նման լոխերի վրա ազդի։ Գտակ ով էր։ Մտած խիզախ տղա էր, կարացել է մտնի, մորգը։ Սառնարանը մտե նկարել է, հելել է, որտես դուխավիկ այդքան հարցակարում լուծի, բայց դեմքը խի ցույց չտվեց։ Կարող բացենք տնանք ֆանտոմասներ։ Կամ դուք առհասարակ տեղյակ եք 44 օրինակ նույն Գարիկը Սարգսյան 44 օրյայի ժամանակ ինչից ինչ է ստացել Արտաշատում։ Որ եղել եք 30 տարի եւ ավել հրադադարի ռեժիմով ապրող, բայց դուք համապատասխան ոչ մի կառույց չեք ունեցել, թե ոնց եք անելու, եթե հենց հիմա պատերազմ սկսվի։ Գարիկը այսօր քաշը չչին, մենակ այդ բանաստեղծությունը երիկ է։ Հելնել այսօր ուտես բաներով փորձել մարկած հուզական զգացողությունների վրա խաղալով քաղաքական դիվիդենդ, այս է սարիկայությունը։ Այենց դա է սարիկայությունը։ Լավ, էսի ամենավերջում կանդրադառնանք։ Ես ուզում եմ Արմեն Եղոյանի ելույթին անդրադառնալ, իմիջիալոց Արմեն Եղոյանի մեկնաբանությունները ինձ շատ դուր է գալիս, անկախ նրանից համաձայն կլինեմ այդ պահի թե համաձայն չեմ լինի, բայց ինձ դուր է գալիս իր հիմնավորումները նաև, ասացի հիմնավորումները։ Այսօրվանը համ հիմնավորումները դուրս եկա, որովհետև այդ հիմնավորումներով մի քանի տարի առաջվանից ես եմ ժամանակ առ ժամանակ իմ մոտեցումները հենց ճիշտ այդպեսին եղել, ու ես հաճելիորեն այնպես Շարունակած է որ ազգային ժողովում հենց այդ տեսանկյունից մեկնաբանություն կա, չեմ ասում Արմեն Եղոյանը նստել ինձ նայել ու որոշել դրա մասին խոսի, կարող այդպես է, կարող այդպես չի, բայց ուրախացա որ նման կերպով հաստորեն մտածում են մարդիկ։ Տեսեք խոսքը ինչի մասին է։ Խոսքը Սփյուռքի շարժման մասին է։ Այն որ Սփյուռքի ուղղությունը, Սփյուռքի հետ աշխատելու դոկտրինը բավականին թույլ է, դա հարցի մի կողմն է։ Ասենք ինչ որ պակասներ կա, չգիտեմ, անգամ համապատասխան լուսաբանումներ չկան, չգիտեմ։ Բայց այն խոսույթը, որ պետք է Սփյուռքը ուժեղանա, Սփյուռքի ուժեղացումը պետության ուժեղացման բանն է, էլի, յանի գրավականն է,
Սա իսկապես, գիտեք, չեմ ուզում ասել հիվանդ երևակայությունը, որովհետև կարող է այս պայդրությամբ դեռևս շատերն են այդպես մտածում ու եթե հիմա մի փոքր խորամուխ լինեն, կարող է զգան, որ սխալ մտածեն, դրա համար չեմ ուզում այդ դերով հանդիսանում, բայց սա իսկապես սխալ պատկերացում է։ Ինչ որ ժամանակի, ժողովուրդ ջան, ես իմ ողջ էությամբ զբաղվել եմ, ինչքան որ կարողացել եմ, ինչքան որ կարողացել եմ, բայց ամբողջովին եմ տրված։ Զբաղվել եմ հայապահպանական գործունեությամբ արտերկրում, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում անգամ։ Ինձանից եմ տվել մենակ ու մենակ, չեղած տեղից եմ որը։ Բայց ինչ որ պահից ես սկսել եմ այլ կերպ մտածել, իրադարձությունները ինձ ուրիշ բաներ են հուշել։ Ես ինչ որ մի օր հարց եմ ինձ տվել, ասել եմ, իսկ ստեղի ամենայն հարմարավետությունը արդյոք չի վնասում իմ պետությանը։ Ու ստեղ ծնված երեխան արդյոք ունենալու է ճիշտ այնքան կապ հայկական բանի մենտալիտետի շրջանում, ինչքան որ իր ծնողը։ Եվ այստեղի եկեղեցին ինչու ոչ մի անգամ երիտասարդ պսակադրվողներին խորհուրդ չի տալիս իրենց ընտանիքը ստեղծել Հայաստանում։ Ու ցենց լիքի ինչին էր։ Հասկանում եք։ Ու ես ինքս եկել եմ այդ եզրանկամ, որ մի րոպե։ Բայց մեր սփյուռքը ես չեմ խոսում Արևմտյան Հայաստանից ցեղասպանության ժառանգների մասին, որը ձևավորվել է ցեղասպանության արդյունքում։ Ես խոսում եմ սփյուռքի ներուժը թարմացրած, սա բացասական իմաստով եմ ասում, երբեմնի իշխանությունների գործունեությունից։ Որովհետև այս ժառանգները, այո, որոշակի նպատակներ ունեն, բայց միևնույնն է, համայնքը, եթե համայնքը ինքը երբեք չի կարող ուժեղանալ, ինքը միայն թուլանում է, միայն թուլանում, քիչ-քիչ ավելի ուծացվում են, քիչ-քիչ ավելի մերվում են տեղի բնակչության հետ, քիչ-քիչ ավելի երևանում, միայն թուլանում է սփյուռքի ներուժը։ Սփյուռքի ներուժը մի դեպքում է ուժեղանում, եթե թարմացվում է նոր փախստականներով։ Վերջ։ Ու եթե սփյուռքը ուժեղացել, այսինքն թարմացվել է նոր փախստականներով, դա ոչ թե նշանակում է, որ քո պետության գրավականն է այդ ուժը, այլ ճիշտ հակառակ քո պետության կործանման մասին է բուժում դա։ Որովհետև դու ունես պետություն, բայց սփյուռքը անընդհատ թարմանում է։ Ու սա խնդիր է։ Ես չեմ ասում սփյուռքը պիտի թուլանա բրծնի վերջը, չէ, ես ուրիշ բան եմ ասում, ժողովուրդ ջան, եկեք տուն։ Եկեք տուն ձեր ցավը տամ, ձեր տուն, կամ երբ ուզեք կարող գաք։ Սա է ձեր տունը, աշխարհում որտեղ ինչ ուզում եք կառուցեք, դա ձերը չի։ Էս է ձեր տունը, ստեղա։ Էս իմաստով եմ ասում։ Կամ արդյոք մեր եկեղեցին Կտրիչ Ներսիսյանական չի խրախուսել դա իր կամ անգործունությամբ։ Որտեղ համայնքը կա, եկեղեցի, թեմ, մկրտություն, տնետուն կգնան, մենակ թե այդ մարդիկ կարոտ կամ դիսկոմֆորտ չունենան, չֆռան հետ գնան տուն։ Այսինքն իրանք ամեն գնով պահում են դա, որ սփյուռքը մշտապես գոյություն ունենա ու ինքը բան լինի, սերնդափոխություններ լինեն, սերունդներով հպատակներ լինեն իրանց։ Սա հակահայաստանյան գործունեություն է։ Սա հակահայաստանյան գործ։ Եվ եթե մի վայրում շատ հայեր կան, ընդ որում թարմացված, ուրեմն ձեր պետությունում մի բան չէ։ Եվ այո, Քոչարյանի ու Սերժի կառավարման տարիների բացասական կողմերը բացահայտում է հենց այդ թարմացումները, որ եղել են սփյուռքում։ Այսօրվա սփյուռքը մեծամասամբ ամենայն հարգանքով բոլորի հանդեպ։ Մեծամասամբ բաղկացած է Հայաստանից գաղթածներից, ոչ թե Օսմանյան կայսրությունից, կամ ցեղասպանությունից, մազապուծեղից, կամ բանից, սովետական միությունից փախած անձանցից, այլ կոնկրետ Հայաստանի անկախ հանրապետությունից եւ Արցախից։ Հասկանում եք։ Եվ այս միտքն է նկարագրում, ստեղ ինչ կա չհասկանալու, էլի չմբռնելու, մարդը ինչի մասին է ասում։ Ընդ որում Եղոյանը շատ ավելի պրոֆեսիոնալ ձևով է դա ասում ու քաղաքական ձևակերպմամբ է դա ասում։ Հելան, այս ինչ եք ասում։ Այս ոնց է, բայց դուք գիտեք, բայց Ասես նայում ասում ես, այնց եմ ուզում հավատամ, որ ինքը իր ասացին չի հավատում։
Ես ուզում եմ հավատամ, որ ինքը գիտի, որ ինքը ինձ խափում է։ Չեմ ուզում հավատամ, որ ինքը իսկապես չի հասկացել, թե Եղոյանն ինչ է ասում։ Հասկանում եք։ Սա ցնդաբանություն է։ Դու ամեն ինչ պիտի անես, ամենատարբեր ծրագրերը պիտի իրականացնես, որպեսզի կապես Հայաստանի հետ Սփյուռքի, որպեսզի սերնդափոխությունը հաջորդ տեղի ունենա Հայաստանում, տանը։ Այո, ժամանակակից աշխարհում սահմանները շատ ավելի բաց են, աշխատանքային գործողումներ լինում են աշխարհի ամենատարբեր ուղղություններ, դա այլ հարց է։ Բայց փախստականը այլ հարց է, սեփական պետությունից ստիպված, դու ո՞նց պիտի կառավարես, դու ստիպված մարդը շարքային քաղաքացին, չեմ ասում քաղաքական հետապնդվողը, չգիտեմ, կալանքից խուսափողը փախնի, ասես ադեմի փախելա, որ չկալանա, որ մարդը այդ քայլին դիմի միլիոնով ապրես Ղազարյան ջան ու որ պետությունն է շահում, բացի որ այդ որ մի պետությունը կթողնի, որ իր տարածքում օտար երկրի հզոր սփյուռք լինի, այլ այդ որ մի պետությանն է պետք իր քաղաքացիներին հանի դուրս, որպեսզի ուժեղ սփյուռք ունենա։ Այդ որ մի պետությունը չի ուզում, որ իր քաղաքացիները մնան իր երկրում։ Սփյուռքը ամեն մեկը տվյալ երկրին պետք է այնքանով, ինչքանով որ դա կարող վաղը մյուսօր գործի կայացնի իր քաղաքական ձևակերպումների մեջ։ Որոնք գործի կայացնի։ Տեսու վարը Հայաստան, Ադրբեջանն եղբայրներ։ No, ռադոտ կաշը այդ տղա։ Հա, եղբայրներ։ Հասկանում եք։ Ու այս իմաստով ապշելու բան է, որ դու գիտեք ինչն է ամենավատը այդ պարագայում ինձ համար։ Ոչ թե Արմեն Եղոյանը, որ հիանալի ձևով ներկայացրեց իր միտքը ու բացարձակ գիտություն դրսևորելով ընդդիմությունը ցանկացավի փրկալի դա ու հակադարձեց, չէ։ Այլ ինձ համար ամենավատներն էր, որ նման խոսակցություններ, բարձր մակարդակի խոսակցությունները չեն մտնում երկխոսության դաշտ, քաղաքացիական երկխոսության դաշտ։ Մեր իրականության մեջ ոնց որ լինեն թեմաներ, որոնց վրա վետո է դրած, իրանք սրբազնացված թեմաներ են, կամ մաքսիմում սատանայացված թեմաներ են, որոնց չի կարելի կպնել ու քննարկումներ կազմակերպել դրա շուրջ։ Այդ դա հենց դրա համար է, որպեսզի չզարգանա մեր միտքը ինքնաճանաչողության մեջ։ Այ հենց դա է կայսրության դրած մոդելը։ Հասկանում եք։ Լավ, մենք մշտապես, գիտեք ինչ, այսրա մասին խոսելով, Սփյուռքում ապրող, Սփյուռքում Հայաստանով ապրող որևիցե մարդու ոչ ինքնասիրությանը, ոչ զգացողություններին չենք կպնում։ Որևիցե մեկի կարոտը չենք էժանացնում, որևիցե մեկի սերը չենք արժեզրկում։ Ճիշտ հակառակ, այս դիսկուրսները պետք են այդ վերքերը բուժելու համար, ըմբռնելու։ Մարդը ուզում է կողքից իր մասին լսի ու լսի անկեղծ զրույց, լսի տեղում անգամ մտածել, գիտեք ինչ, բարեր կա խոսում ես ու զուգահեռ ես, չեմ մտածում։ Ես հասկանում եմ փողոցում այն ժամանակ դες բան կա, չէ, դու խոսում նորից մտածում, դու մտածում ես խոսում, դες բանը կա։ Այդ կուրաժիկները մնում է մանկությունում, էլի։ Իսկ սենց դիսկուրսների ժամանակ բան կա, որի մասին կարող դու մտածած չլինես։ Ու այդ պահին էլ որ ասում ես, դարձյալ խորը չես մտածում, հանգիստ ասում ես, որովհետև գիտես свой շրջապատում, որպեսզի դիսկուրս ծավալվի ու գտնեք կամ իմանաս կամ գտնեք այդ ուղղությունները, այն ճիշտը, լավը, պետքականը, կարևորը։ Տենց չի։ Մենք իրարից սովորելու բան չունենք։ Ուզում եմ եւս մի երևույթի անդրադառնամ, էլի սրբազնացված թեմայա կարող է շատերի սրտով չլինի ինչ որ ասում։ Այլ այդ բաներից է, էլի։ Դոգմատիկ սս բաներ կան, չէ՞, որ հանգարց նժդեհի մասին ուրիշ բան չխոսակներ։ Նժդեհին իմ համար հայ ժողովրդի մեծագույն ռազմական գործիչներից մեկն է, որ top 5-ը, էլի հաստատ։
Բայց չէ որ պիտի զրուցես, փորձես մեկնաբանել այս գործողությունը, այն միտքը, այն իրավիճակը, այն աշխարհը, որտեղ որ այդ միտքը ծնվել է, որպես դու ավելի լավ ճանաչես։ Ասենք չի կարելի էլի տենց այսպես չկպնեք ստեղ չկպնեք չհասկացան, բան ինչ անենք։ Ու այդպես դոգմատիկ բաներից մի հատը կա, որ իսկապես ինձ դուրս չի գալիս։ Ինձ դուրս չի գալիս։ Լավ, եկեք նախ կարդամ ու շնորհավորենք մեր մարզիկին։ Ու փորձենք այս թեմայով զրուցել։ Ուրեմն Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն եւ դարձավ աշխարհի չեմպիոն։ Շնորհավորում եմ Սամվել Տերտերյանին, շնորհավորում եմ, բրավո, քեզ մաղթում եմ հաղթական կարիերա։ Շնորհակալությունս եմ հայտնում մեր եռագույնը բարձր պահելու համար։ Բայց այդտեղ ես խնդիր ունեմ իմ ընկերներն էլ են ասած գրում։ Սա համացանցը է դա։ Ես խնդիր ունեմ ձևակերպման հետ։ Շեշտադրման հետ։ Մենք երբեմն ադրբեջանցու հանդեպ հաղթանակը սպորտային մարզական դաշտում գերագնահատում ենք աշխարհի չեմպիոնի մակարդակից։ Այսինքն շատ դեպքերում, եթե մարդը անգամ ոչ ֆորմալ մի հատ մրցույթում մի հատ ադրբեջանցու է կրում, մենք դա ավելի բարձր ենք գնահատում, քան եթե ինքը միջազգային մրցաշարում մի հատ Մեքսիկի կրի ու դառնա աշխարհի չեմպիոն։ Լուրջ եմ ասում։ Իսկ թվում է մենք մեր մարզիկներին մեր էներգետիկա, մեր մեկնաբանություններով դնում ենք ակցիանի մեջ, սահմանափակում ենք նրանց ու իրենց կարիերային նպատակները դարձյալ քաշում բերում ենք նեղ տարածաշրջանային կայֆերի։ Կոմպլեքսավորում մեր մարզիկներին։ Այ ադրբեջանցի հանգարց բայց մարդը երևի մի շաբաթ չի քնում։ Կոմպլեքսավորում։ Քիչ արել որ մեր մարզիկները պարտվել են ադրբեջանցիներին։ Իհարկե ադրբեջանցիներն են դերից են դնում։ Մեր ադրբեջանցին հաղթեց հայ ես շատ եմ տեսել այս բաները այնտեղ։ Իրաց մոր իրանց գլուխ իրանք թող տեղայնացնեն։ Որտեղ էդի մեծ հաշվով ես կարծում եմ լավ բան չի, լավ բան չի թող իրանց լինի ախտեր։ Ինձ համար ստեղ շատ ուրախալի է, որ մեր երիտասարդը դարձավ աշխարհի չեմպիոն։ Էսա։ Ում հաղթելու շնորհիվ էլ դառած լինել, գիտեք ինչ, ընդ որում այն մարզաձևերն են, որտեղ որ կովկասյան ժողովուրդները իսկապես ուժեղ են։ Այսինքն մշտապես լինելու է, ասենք չի կարա լինի բարբի մրցույթ, որտեղ մեկ հայը չկրի, մեկ ադրբեջանցին, մեկ վրացին, մեկ դաղստանցին, մեկ չեչեն, էլի, ասենք հասկանում եք։ Սեստեն է, ու այդ խոսակցությունը անընդհատ սրսկելու են մեր մեջ։ Եկեք, ես առաջարկում եմ այս շրջապատույթից քիչ սկսենք դուրս գալ։ Այո, հաճելի է, երբ որ նայում ես, բա ինչ ա, որ ադրբեջանցուն է տապալում։ Հաճելի է, հարց չկա։ Բայց մենք այնքան ենք առաջնային դա դիտարկում, որ աշխարհի չեմպիոն դառնալու փաստը երկրորդ թվում է։ Այնինչ ցանկացած մարզիկ իմ կարծիքով ոչ թե երազում է մեծանա գնա, այսինչ ադրբեջանցուն կրի, բայց երազում է դառնա աշխարհի չեմպիոն։ Ու եթե մենք սկսում ենք դա աշխարհի չեմպիոն դառնալը երկրորդ էլ ադրբեջանցուն հաղթելու, շեշտադրումների տեղը երբ որ փոխում ենք, մենք դրանով կոմպլեքսավորում ենք մեր մարզիկներին, թերագնահատում ենք մեր այդ սպորտում տվյալ մարզաձևում ունեցած հաջողությունները։ Ես այսպես եմ կարծում, եթե ամեն ինչ առայժմ չի համընկնում ձեր կարծիքի հետ, ձեր ներողամտությունն եմ հայցում։ Եվ այո, սպորտի մեջ, սպորտային քաղաքականության մեջ միլիոններ են դրվել, ժողովուրդ ջան, միլիոններ։ Ու որպես այսօր, նատ Ֆարմանյան հայք, գանստի ընդեղ ասի, բա իմ երեխեն օլիմպիադան էր գնում, արա երեխի մասին հարգանքով ես մաղթում եմ սպորտային լուրջ հաջողություններ բոլորիս երեխեքին, այդ թվում Հայկ Ֆարմանյանը։ Հիմի դու քաղաքական դրդապատճառներով փակել եք ասում, ու երեխեքը չեն կարող բարապել։ Այսինքն, այն որ քաղաքական դրդապատճառներով ամբողջ սպորտը մոնոպոլիզացված էր, այդ ջանդա։
Եվ շատ մարզիկների ճակատագրեր պարզապես խեղվեցին նրա համար, որ իրանք շատ դեպքերում սկզբունքայնություն դրսևորեցին, շատ դեպքեր, գիտեք ինչ, մարդը, ես չեմ ասում, ով բան արել, աշխատել է նրանց հետ, ուրեմն սկզբունքայնություն չի դրսևորել, չէ, մարդը ստացվում է իր մոտ համակերպել, դասավորել շփումներ, որ մարդը ասում է, գլուխս կա, իմ տանձիկն եմ տշում, ինձ ձեռը պարած։ Չէ, մարդ ամեն մեկ իր միտքը մի ձև է ձևակերպում։ Բայց եթե դու մարզական աշխարհն ես ուզում առաջ տանել ու կենտրոնանում ես անձնական հարաբերությունների վրա, այդ դու սպանեցիր մարզաձևը, սպորտը, առհասարակ։ Դանակ խրեցիր մեջը։ Ուրեմն, այս մոնոպոլիզացումից ազատվել է, այսօր մարզիկը էլի բազմաթիվ խնդիրներ կան, ավելի լավ այդ խնդիրները գտեք ու ավելի լավարկեք, ոչ թե դրեք ու փորձեք համեմատել մոնոպոլիզացված սպորտը պետական բանով կարևորության տեսանկյունից առաջնորդվող բանից։ Այսինքն պետությունը այսօր սահմանել է աշխատավարձեր։ Ասում մարզիկ ջան, ընդ որում դու ինձ դրանով պարտական չես։ Ասենք օրինակ եթե մեծ օլիգարխ է, ու դու դառել ես չեմպիոն ինքը քեզ դորջար է նվիրում, դու պարտական ես։ Որտեղ ինքը լավ մարդ էր, տեսակ ապա հանես դորջար նվիրեց։ Իսկ պետությունը, ասում է դու քո պարտականությունը մեկն է։ Զբաղվել քո կարիերայով, քո երազանքով, քո սպորտով։ Այսքան, օրինակ 250,000 դրամ եմ տալիս, եթե դու օրինակ Եվրոպայի, չգիտեմ, փող չեմպիոն ես, չգիտեմ թվերը, կներեք, կարող է սխալ թվեր եմ ասում, բայց ինչ-որ բան գումար տալ, որ դու քանի մինիմալ ծախսերը կարողանաս հոգալ, դու զբաղվես պրոֆեսիոնալ սպորտով ու փորձես ավելի լավ արկես քո արդյունքները, որպեսզի ավելի բարձր աշխատավարձ ստանաս։ Զուգահեռ կլինեն հոնորարներ, մյուսներ, դա այլ հարց է։ Այս աշխատավարձի տեսանկյունից եմ ասում։ Սա արել է այսօրվա իշխանությունը։ Այս թուրք իշխանությունները։ Այս Ալիևի հրահանգով գործող իշխանությունները պատկերացնում եք, Հայաստանում ոչ միայն մի քանի տարվա մեջ միջազգային լրջագույն առաջնություններ են անցկացրել, որը որ երբեք չի եղել, ամեն մեկը աննախադեպ։ Այլ նաև սոց մարզիկների հետ աշխատում է, էլի։ Իմիջանոց անդադ է թուրքամետ, ռուսամետ, այս ռուսամետները, որ փորձում են իրանց վրայից իրանց օտարամետ լինելը, թեկել դուք էլ թուրքամետ եք, ապուշավար էլի։ Արա, նրանց թուրքամետ լինելու մասին ոչ մի փաստ չկա, ինչ կա ձեր անձնական երևակայությունն ու պատկերացումներն է։ Իսկ ձեր ռուսամետ լինելու մասին համայն Ռուսիայի կայսրն է խոսել, էլի։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում։ Հա, ուտենց եք անում, որ չջոգեք, որ դուք չուժո եք այս երկրում։ Դուք ձեզ հույս տալու համար եք ասում։ Իմիջիայլոց ժողովուրդ ջան, ինչքանով ճիշտ, ինչքանով սուտ, այս 300,000 ադրբեջանցիների թեման սկսում է հետաքրքիր դառնալ ինչով։ Հիշում եք, որ Նարեկը Կարապետյան ասում էր Հիկմետ Հաջիևը անգամ այդ Նախիջևանում ես ինչի ժամանակ բառացի ասել է, որ 300,000 ադրբեջանցիները պիտի վերադառնան։ Այսօր աշխովս ընկավ մի հատ նյութ, ես իսկապես պետք է աղբյուրը մի հատ էլ ստուգեմ, բայց հաշվի առնելով այն ռազմավարությունը, որ նրանք են նախընտրել, ես չեմ տեսնում խնդիր կասկածելու աղբյուրի բանի վրա, բայց ամեն դեպքում։ Ուրեմն այստեղ ներկայացված է, թե իրականում ինչ ասել Հաջիևը։ Գրած է, Ադրբեջան обеспечил жильем, կներեք ռուսերենից համար, около 300,000 вынужденных переселенцев, пострадавших в результате конфликта и оккупации территории страны. Как сообщает репорт, об этом заявил помощник президента Азербайджана, заведующий отделом по вопросам внешней политики администрации президента Хикмет Хаджиев на мероприятии в рамках WF Тасирек в Баку. По его словам, в годы конфликта, особенно в начале 90-х годов, после оккупации Армении территории Азербайджана, страна столкнулась с серьезными жилищными проблемами. В тот период правительство Азербайджана оказало вынужденным
переселенцам и беженцам всю возможную поддержку, представив им жилье, доступное продовольственное обеспечение и другие социальные услуги. Отметил Хаджиев. Марта ասում Ուրիշ բան ասում, ասում իհարկե էլի սուտ ասում, բայց ասում դե դա իրանք շուկայի սպառման համար է, իրանք էլ են չէ փողեր են կերել։ Պիտի թվերը ուղղցնեն, բաներ անեն, համոզեն, որ տակից դուրս գան։ Ասում մոտ 300,000 փախստականների ենք մենք այդ ժամանակները ընդունել։ Կերակրել, պահել, Հայաստանից գնացած ադրբեջանցիների մասին ասում։ 90-ականների։ Ուրա որ ասում պիտի գան 300,000 թիվն եք տեսի բանահամույթ է։ Ես վատ եմ կարդում ռուսերեն, ես գիտեմ, որ Նարեկ Կարապետյան հիանալի է տիրապետում ռուսերեն։ Բայց որ խնդրեմ այդ Հաջիևի հայտարարությունը թղթին տված կամ այդքան բան Ադրբեջանի խոսացածներից արհեստական բանականությունով սարքում տարածում եք։ Դժվար է Հիկմետ Հաջիևի խոսույթը դնել, տանկից հայերենով թարգմանությունը տեղադրել։ Մենք դրեք տեսնենք էլի։ Այդ որ ասում եք Հաջիևը ասած Մենք դրեք տեսնենք էլի։ Ես հատված եմ կասկածելու։ Կասկածելու ոչ թե 300,000 ադրբեջանցիների գալու վրա, այլ կասկածելու որովհետև այդտեղ տեսման չի կարելի։ Այլ կասկածելու որ տեսման առանձնակ ասել է։ Իսկ վաղուց դուք տեղադրացեք լինելու։ Վաղուց։ Չեք տեղադրել, որովհետև ձեր միջի ադրբեջանագետներից մեկը երկուսը ամբողջ ասել են ցած գրեք։ Ցած բան ասում ես դուք տենց գրեք ով է ջոգելու, ով մտնելու նայ։ Անեմ Քանից մի ժամ անցավ արդեն մի ժամ անցավ բայց դեռ երկու թեմա էլ կար է լավ տեսնենք Պրոստը մի քանի թեմա կա որոնք որ հնանում են երբ որ չես անդրադառնում ու հետո նես չի դեզում ոնց որ բանը Poezis հետ ընկած պասաժիրը լեցել, երբ որ սկսում ես լուրջ անդրադառնել դրան, երբ որ անցած է լինում թեման։ Մի րոպե մի հատ էլ հասկանամ, եթե մեծ հաշվով կարելի է համարել գոմե, արա չէ, ստե մեկն էլ կար ինչ-որ բաներ ասում։ Կներեք, վաղուց առանձնացրել է, հա, մոռանում էի անդրադառնել էլի։ Հատես էլ գտնեմ։ Այստեղ եմ, սրանել եմ մի քանի անգամ ժամանակին անդրադարձել, բայց շարունակում եմ արդեն ինչ անում։ Գնացել է, գշպետը գնացել հասել է պոստեջ, նայում ինչ է պոստերում փոխված, ես ում հիշեմ էլի վաղտվանից ինչ է փոխված, կարա լրած, ինչ է փոխվել պարոն Ասելյան, ինչ է փոխվել պարոն Նիկոլ, լավ ասեցիք, բանը պատերազմ պարտվեցիք 2 տարի ժամանակ էր չհասցրին, բայց ես գնացել եմ պատերազմ, ինչ է տարբերություն, ես ուզում եմ հասկանամ էլի այն ժամանակվան ինչը ես տեսեմ ու հիմա տեսնում, որն է այդ անտերի տարբերությունը, ողեր գիտեք ինչ է տարբերություն, պայթող քարեր են այնտեղ դրել, արկը կպավ, դա զենք է զինվորի դեմ, ոնց կարելի է քար, պայթող քար, գնում է զենքի արխի մոտ ցույց է տալիս, զենքի ապսպը սպիտակ բանով կպցրած համրաշինական կառույցներ, ինչ է սիրում ցույց տալիս բլոգերներին ուղարկել նկարում են, դուք տեսաք համրաշինական կառույց որտեղ մտավ Ասելյանը տուֆ էր դրած իրար վրա, այն գերաններով ինչ է փոխվել։ Անե ինչ է փոխվել 8 միլիարդ դոլար ես ձեզ ասեմ այդ 8 միլիարդ դոլարը հեսա էլիա բարդ գալի ու մենք տարեկան 2 միլիարդ դոլարից ավելի մարմանն ենք փոխ տալիս 350-ից 400 միլիոն դոլարի վարկ նորից վերցում են հեսա ենք սպասում ենք հաշվետվողականություն այսինքն փակ համակարգը բանակ հասկանում եք որ փագաուլիքը բան ռազմական գաղտնիքը բայց չի Այս մի քիչ ավել թողեցի որ զգաք որ կոնտեքստից բան չեմ փոխում կոնկրետ այդ ամրաշինական կառույցների մասով ինչ վերաբերում է գշոպետի պոստեր գնալուն արձագանքելուն այսինքն այն հարցին, որը որ ժամանակին բարձրացվել էր, այստեղ ես ասելիք չունեմ, որովհետև մեծ հաշվով այո, նախ մի կողմից լավ էր, որ գենշտաբի պետը ինքն է նախաձեռնում անձամբ տանի ցույց տա, իհարկե դա հենց խոսում է կոմունիկացիայի մասին, շփումների մասին, բայց մյուս կողմից էլ ինձ մոտ էլ արհեստականության տպավորություն թողնվել է, չնայած տարբերությունը ահռելի է։ Ես չգիտեմ, ես մեր ընկերը երբ է ծառայել, բայց եթե ինքը ծառայած լիներ մինչև Նիկոլ Փաշինյանը ու դրանից հետո, ասենք Նիկոլ ու ծառայած լիներ Հենց դե որ սահման պիտի πάει կարող տես տեղած առը, ապա տարբերությունը կզգա։ Ինչ վերաբերում է տուֆերին ու գերաններին։ Ապեր ջան, դու տեղեկացված չես։ Դու ոչ մի բանից տեղեկացված չես, ու մենք խոսում ես։ Ասենք ես։ Ուզում ես ամրաշինական կառույցներ տեսնես, արի ես կստանեմ ես։
ինչ որ մի բան կա, որ չէի կարող սա ասել։ Հիմա քանիսն ես ուզում տեսնել, ու չասես 10,000-ը։ Իսկ ամենակարևոր տեղերը հենց իմի։ Երբ ասես, կարանք մի հատ մեքենա վերցնենք, դեռ մեքենաս գիտեք, չկա։ Այդ մեքենա վերցնենք, ասեմ, ես կասեմ կքշեն, այնտեղ էլ խոսանք, խնդրեք մեզ կբարձրացնեն վերևը, այն ինչ որ ես եմ տեսել, դու էլ տեսնես։ Ու տեսնես, որ այնտեղ ոչ միայն տուֆ քար չկա, քո ասած պայթող քարերը չկան։ Դրանք դու գնացել ես խրաման։ Այլ այդ ամրաշինական աշխարհը ամբողջովին երկաթ բետոնյա են։ Մի սլոյով լցրած։ Դու այնտեղ մի հատ գիծ չես ճարի։ Հասկանում ես։ Դու դրանց հաստությունը անգամ չես կարա ձեռով չափես։ Ու այբ որ քաշկով տեսնես նաև տանիքը ինչպեսին է այդ գերերները։ Դու կտեսնես թե այնտեղ մինչև ինչ կարգի սնարյադների ինչքան ժամանակ կարա հանգիստ դիմակայի աստվածչանի որ այդ օրվան հասնի։ Դες տուֆտում ապեր։ Քեզ գշոպետը ամրաշինական կառույց էր գնացել ցույց տալի, որ դու դրա անունը դնում ես ամրաշինական կառույց։ Դες խափում մարդկանց։ Որն է քո անելիքը, մեկ կարամ իմանալ։ Ինչ նպատակ էր դրել այս բանը ասելու մեջ։ Ուղերձդ որն է եղել։ Ես քեզ ասեմ, եթե 44 օրից առաջ մենք ունենային այն ամրաշինական կառույցներից մի քանի հատ ինչ որ հիմա կան, բառասա 44 օրին շատ բան չկար, որ պարտավոր էր լիներ ու չկար, որոնք հիմա կան, ու մի քանի անգամ ավել կան։ Ինչ ես դա այտենց ու մեկնաբանում։ Չեք հասկանում, որ այս հա փակ կառույց է ինքը, բայց միևնույն ժամանակ էլ թաքնված կառույց չի։ Իհարկե, այնտեղ գաղտնիության հատվածը մի փոքր շատ է։ Քան մյուս նախարարությունները, մարտարացիոն, բայց առաջարկը եղել։ Քոնոմատ տղերքի, ովքեր սիրում են այսպես բաներ խոսել, առաջարկ եղել ուղիղ վարչապետից։ Դնա տղերք ջան, ուզում եք տեսնել, հավաքվեք 40-50 հոգով, կամ եկեք գրանցվեք հենց 40-50 հոգին թմի մենք արդեն բան կանենք։ Մենք ձեզ ստորագրում ենք փաստաթուղթ գաղտնիության մասին, բնականաբար։ Ու ես ձեզ տանում անձամբ ցույց եմ տալիս։ Բաները չէ, այդ ամրաշինական կառույցները չէ, դրանք էլ կարելի է տանել ցույց տալ, բայց դեռ կարծում եմ մի ընդհանուր թղթի տակ է երևի ստորագրելու դրա համար։ Տանում ցույց եմ տալիս համ ամրաշինական կառույցները, համ ինչ են կարել առհասարակ, ինչ են թողել, համ զենքերի տեսանկյունից, то ասենք առաջ։ Բախի չեք գնացել։ Որ նստել ես կադրեր նայելով եզրակացություն ես հայտնում ու խոսում ես մի բանից, որտեղ որ չգիտեմ դու ունես տղա երեխա չունես ու դեռ քանի տարի է պետք որ մեծանա, աստվածարություն տա, որ գնա ծառայի։ Ու տեսնի գա քեզ պատմի, ասի պապա տեն շից եմ ձեր։ Բաներ կա, որոնք գիտես ինչ, էլի եմ ասում։ Հարցը ես ունեմ դաշպետին, շատ ունեմ։ Մի մասը տալիս եմ։ Մի մասը, որը հանրային ասելու է, հանրային եմ ասում։ Մեծ մասը երբեք հանրայինով չեն լսի ոչ ոք, որովհետև այստեղ ես նստած չեմ գերազանցիկի դիպլոմ ստանալու, որ այ գնելն ես ինչքան էր մտածում, որ բարձրաձայնն է այս խնդիրը, որ խնդիրը որ բարձրաձայնելու է, բարձրաձայնում է, որը որ կարա թևեր տա իմ հակառակորդին, բնականաբար դրանք երբեք իմ վերնից դուրս չեն գա։ Մենակ նրա համար, որ ինձ ծափ տան։ Բայց ես քանի տարի դիրքերով գնում գալիս է, մի հատ ֆոտոսկի չեմ տեղադրել։ Էլի դիրքապահ տղերքն են հետս նկարվել տեղադրել։ Ես այս ընթացքում պատերազմից ընդամենը մի անգամ մի հատ կարճ վիդեո էի տեղադրել, մի անգամ էլ մի ընկերոջս հետի լուսանկարը կոնկրետ ծնունդի օրվա կապակցությամբ։ Հələ այսքան տարի անցել է, որ արդեն կարելի է ցուցադրել, չէ՞, բայց մեկը այդ բանը չկա։ Դու նստել ես մի հարվածով, այդ էր ամրաշինական կառույցը ասում է որ տուֆ, ամրաշինական կառույցում տուֆ չկա ապեր։ Դու չես տեսել։ Որովհետև երևի զորավարություն չես գնացել։ Ձեր գործը մոլորեցնելով մարդուն, ձեր վրա ուշադրություն դարձնել։ Դուք բան ունեք, նարցիստի հատկանիշներ ունեք, չգիտեմ, դուք ինչ-որ փաղաքշանքի կարիք ունեք երևի, սիրո կարիք ունեք, բան, տենց, կայացվածության կարիք ունեք, խնդիր կա տենց։ Գիտեք, դա տարիք չի հարցնում, կայացվածության պակասությունը տարիք չի հարցնում։
Այդ դրա համար շատ բլոգերներ, իմիջիալուց թե իշխանական թևից, թե ընդդիմադիրների թևից մարգինալ մարզման գնացին։ Որովհետև դուրս երկու օքի իրաց ճանաչեց բարևից, իրաց տված իրանք գնագալս են դեմք են։ Դա սովոր չեն ճանաչված լինելու։ Արդեն սկսեցին ինչ-որ վերամբարձ պահել իրաց բանը։ Հետո մարվեցին, այնց դրա համար։ Դա աստղայինը տանելու բանն է, էլի հենց։ Դու հենց դերասաններ էլ շատ հենց տենց են բարի գնում։ Հասկանում եք։ Տարկասու։ Ես հիմա հանգստավորել ես սովոր եմ։ Ու ինքս էլ շատ հպարտ եմ, որ հասարակ ընտանիքի ներկայացուցիչ եմ եղել կամ ու տենց։ Իմ արժեհամակարգը շատ ուրիշ է։ Հիմա եթերը եզրափակելու համար շատ երկար տևեց, ամեն դեպքում առաջարկում եմ Գարիկ Սարգսյանի կատարած մի հատ էլ դիտենք։ Սա, այս ստեղծագործությունը համառոտ, տեսեք դնում եմ ելույթի վերջին հատվածը։ Եվ դրան Դիտենք ու հանգստանանք։ իր վերաբերմունքը արտահայտել է հայնեցան բանաս ժամանակը կհերիքի, քաց ունենալու եւ քաց ունենալու հետագայում իրապա մարմինները կտան իրենց գնահատականը։ Իսկ ամփոփելով խոսքս ես ուզում եմ, քանի որ շատ խոսեցինք քաց ունենալու եւ քաց ունենալու մասին, ուզում եմ մեկ բան այստեղ ներկայացնել, եթե ժամանակը կհերիքի, քաց ունենալուն եւ դրան իր վերաբերմունքը արտահայտել է հայ մեծանուն բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը, կոչվում է Հայերուս թուքը։ Դու խելոք հաշվով վաճառական ես, յուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի տալ վրան։ Սա ասում է բանաստեղծը, իմ խոսքերը չեն։ Թքելով ես ժամանակ ունեմ, թույլ տվեք, քաջ ես, լսել ենք, ինքդ մեծավոր, անուն յաղթուղի ունես փառավոր, բայց թե թքետ շահ, թրետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ թրիդալ վրան։ Ի վերուս քանքար քեզի տված են, հեղինակ անունը աշխարհ փրված է, բայց թե գրչետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ գրչի տալ վրան։ Հերատես մտքով դուն զարթարեցար, հզոր իշխանի սիրելին դարձար, բայց թե մտքետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ մտքի տալ վրան։ Բանուկ ու ջարտար դուն ունիս ձեռքեր, շատ կյորինես թանկագին բաներ, բայց թե ձեռքետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ ձեռքի տալ վրան։ Երկին շնորհեցին քեզ լեզու ջարտար, քարոշ չի ստացար հրճակ ու հանճար, բայց թե լեզվետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ լեզվի տալ վրան։ Մեծ ուսում առիր, եղար գիտնական, կովքովդ լցված է մարդոց բերան, թե ուսում էդ շահ չունի Հայաստան, թքել են քուալ ուսմանը տալ վրան։ Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու յարկ, ու կդնեմ քեզ ազնիվ մարդոց կարգ։ Երբ օրորոցեդ մինչև գերեզման, միակ ձգտունքդ լինի Հայաստան։ Գրված է 1878 թվականին, ինչը այսօր ավելի քան ակտուալ է։ Իսկ հետևությունները թողնում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Եվ այս հետաքրքիր նոտայով էլ թույլ տվեք ավարտենք այսօրվա եթերը, ասեմ, որ վաղը մնացած համառոտ վաղվա մասին, ասեմ Ժողովուրդ ջան, ուրեմն գիտեք, այսօր պայմանավորվել ենք, որ ցերեկը ընթերցանության եթերը անենք, հետո ես որոշեցի, որ ավելի լավ վիդեո նկարեմ, այտենց տեղադրեմ, այսօր առաջին մասն եմ նկարել, ուղղակի ուշ էր արդեն, վաղը ցերեկը կտեղադրեմ համացանցում, կգրվի այնտեղ, որ մաս առաջին մասում, քան որ ես գիրքը սկսում եմ առաջին էջից կարդալ մինչև վերջին էջ, ներկայացրել եմ գիրքը, կարդացել եմ դեռ կարծիքն ու առաջաբանը, 40-45 րոպե տևել այդ կարդալուն, ու ըստ ձեր արձագանքների կհասկանանք բուն թեմային անդրադառնանք, թե ոնց, դա էլ արդեն կախված կլինի ձեր հետաքրքրություններից։ Ասեմ, որ առաջաբանը ընդամենը բնութագիրն է ընդհանուր աղբանքի հետ կապված ստեղծություններ, ինչը առաջի անգամ լսելուց գուցե շփոթմունք առաջացնի եւ այլն, բայց այնտեղ արդեն հետևից գնում են հիմնավոր ավելի փորձային աշխարհագրական տեղանուններով ամենատարբեր բաները։ Վաղը դա կտեղադրեմ իմ այս հեռախոսից մեջ։ Կա արդեն նկարել եմ ու կգրեմ #-ով 1, չգիտեմ, կդնեմ երևի թե հենց այս նկարը գրքի առաջին էջի կամ կդնեմ դեռ մի հատ կա հետ։ Ու այդ գրքի շարունակությունները ամեն օրով կտեսնեք #1, #2 վերնագիրը, էլի հնարավոր է ենթավերնագիրն էլ հետը, որպես ինչ-որ մի օր եթե ուզեք շարունակություն կարդաք, հիշեք որտեղ եք կանգնել ու շարունակեք լսել։ Ըստ այդմ, լավ եղեք Ժողովուրդ ջան, շնորհակալություն ես ժամին միանալու, ակտիվ լինելու, մեկնաբանությունների դաշտում փոխադարձ արգելքը պահպանելու ամեն ինչի համար։
կհանդիպենք ցտեսություն։